Մարիա հեռուստասերիալում Դավիթը այցելում է Ռուբենի տուն, այս անգամ կարևոր խոսակցությամբ։ Նա հանդիպում է Նոնայի հետ և փորձում նրան բացատրել Մարիայի Օֆային տեսնելու որոշման նշանակությունը։ Թեև Նոնան զարմացած է Դավիթի խնդրանքից, բայց Դավիթը մեղմ ասում է, որ Մարիան կարող է շատ շուտով զղջալ, և այդ ժամանակ հնարավոր է արդեն ուշ լինի։ Նրա ասածից հստակ է դառնում, Օֆայի վիճակը ծանր է, և հիմա ամեն րոպեն թանկ է։ Դավիթը փորձում է համոզել Նոնային, որ անցյալը պահելն ու վրեժով լցվելը սխալ ճանապարհ է։ Կարևոր է թողնել, ներել ու թույլ տալ, որ վերջին հանդիպումը իրականանա։ Միևնույն ժամանակ Աշոտը մեքենայով երթևեկելիս վատանում է, նա սրտի կաթված է ստանում և վթարի ենթարկվում։ Աշոտին տեղափոխում են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում։ Ալլան անհանգիստ լինելով ամուսնու չպատասխանող զանգից նորից փորձում է կապ հաստատել, սակայն հեռախոսին պատասխանում է բուժքույրը։ Հենց նա էլ հայտնում է Աշոտի առողջական վիճակի մասին։ Խուճապահար Ալլան ու Լիլիթը շտապում են հիվանդանոց։ Վախն ու անորոշությունը տիրում են ամեն քայլափոխի։ Լիլիթը զանգում է Ռուբենին, օգնություն խնդրելով։ Ռուբենը չի հապաղում, նա նույնպես գալիս է հիվանդանոց, սատարելու Ալլային ու նրա ընտանիքին։ Ռուբենը փորձում է մխիթարել Ալլային, հիշեցնելով, որ Լիլիթի կողքին ուժեղ մայր է պետք, հատկապես այս պահերին։ Եվ այս խառնաշփոթի ֆոնին Ռաֆը իր ստեղծած քաոսի մեջ անհետացել է։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ է նա։ Նույնիսկ նման պահի նա չի հայտնվում իր ընտանիքի կողքին։ Միանգամից մի քանի մարդու կյանք ավերեց ու կարծես փախավ պատասխանատվությունից։ Մինչդեռ Մարիայի քարտուղարուհին կապ է հաստատում Դավիթի հետ, ասելով, որ Սոֆյան զանգել է ու հայտնել, որ հետ է վերցնում բոլոր գործերը դատարանից։ Նա հրաժարվում է շարունակել պայքարը երեխայի խնամակալության համար, ասելով, որ այլևս իմաստ չունի, քանի որ Արտակը մահացել է։ Դավիթը շփոթվում է։ Քարտուղարուհին հիշեցնում է նրան, որ Սոֆյայի հեռախոսահամարը ինքը օրերս էր խնդրել, իսկ հիմա կարծես այդ կապը դառնում է գլխացավանք։ Դավիթը չի թաքցնում իր զարմանքը լսելով Արտակի մահվան մասին, բայց սա դեռ ամենը չէ։ Ոստիկանությունը, ստուգելով Արտակի հեռախոսը, հնարավոր է գտնի նաև Դավիթի հետ ունեցած խոսակցության ձայնագրությունը։ Դավիթի խոսքերն այստեղ կդիտվեն որպես սպառնալիք, հատկապես այժմ, երբ Արտակը մահացավ։ Եվ այս անգամ ևս Դավիթը կդառնա մեղավոր, իսկ Ռաֆը կմնա ստվերում։ Չնայած այս ամենին իր մասնակցությունը ունի նաև Աշոտը, ով ամեն ինչից տեղյակ է ու ի սկզբանե լռում է։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով, արդյոք Դավիթը կրկին կհայտնվի ճաղերի հետևում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում և բաժանորդագրվեք այս ալիքին։ Առաջինը իմանալու Մարիա հեռուստասերիալի նոր զարգացումները։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Ունեն ասելի հո անտեր չես։ Երկու ընկեր կունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որքան կերում։ Եվ ով է այդ ընկերը։ Դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Ես թվում է բոլորից համար բարձ։ Ոնց է ինչ որ բանց տեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկել նկարաման են մի խոսքը։ Ռեյսեր։ Դե գնա, նստել ես։ Ես ձեզ ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաստ գովազդն եմ արի։ Չէ՞ սուր։ Նեժնին ես սպասում եմ դու իրան գովազդ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։
Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սենց։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մի քիչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայլույթում պետք է ասցեն, նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսանական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնենց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, լավ է 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ քանը որ։ Նորմալ։ Մարիա ջան, ես արդարա, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսենց պիտի նկարվեմ առանց պես Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ժողովուրդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։